այս քննարկումը հնարավոր դարձնելու համար այստեղ իրավիճակի մասին խոսում լավ դրական ու բացասական կետեր եղան, բայց ընդհանուր առմամբ այն ինչ Փաշինյանը, վարչապետ Փաշինյանը նշեց, ասաց շատ խոստումնալից է, շատ լի իմաստուն մտքերով, իմաստուն նախադասությունները, բայց ինչպես ինքն ասաց, դա մանկիկ է, այս գործընթացը մանկիկ է եւ անհրաժեշտ է խնամել ինչ է տարածաշրջանային ինտեգրումը, ինչ է ռեգիոնալացումը։ Մենք գիտենք դա ենթադրում է ազատ առևտրի գոտի կամ արտոնյալ պայմաններով առևտրու հետո ընդհանուր շուկա, հետո տնտեսական դրամական միություն, հետո լիարժեք քաղաքական ինտեգրում։ Արդյոք դա այստեղ այս իրավիճակում հնարավոր է։ Ոչ, հնարավոր չէ։ Բայց սա սկիզբ է։ Երբ առաջին անգամ եկա արտգործնախարարություն, մոտ մի տարի անց սովետական միությունը փրկվեց։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվեց։ Մեզ համար իրանցիների շատ դժվար էր, որովհետև տարածաշրջանում մենք ունենք ազգականներ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Կորձի անունով շատ մարդիկ կան, օրինակ Ադրբեջանում, Վրաստանում։ Այս իրավիճակում մենք շատ ծանր վիճակում հայտնվեցինք, երբ մեր սահմանը բացեցինք ադրբեջանցիների համար, հայերը գոհ չէին։ Ու երբ մենք սահմանը բացեցինք հայերի համար, ադրբեջանցիները ինչ էլ որ անում էինք, ինչ որ կերպ բացասական էր մեկնաբանվում, բայց ինչ օրս մեր սահմանը միշտ բաց է եղել ադրբեջանցիների եւ հայերի համար։ Ու մեր բոլոր հայրենիների համար, բոլոր մեր հայրենիների համար։ Ադրբեջանցիները օգտագործում են Իրանի ճանապարհները, որ իրենց երկրից գնան իրենց երկրի մյուս մասը Նախճիվան դա են օգտագործում, ինչու՞ մեր տարածքը օգտագործում են։ Հայերը կենթանի մնալու համար, Հայաստանի համար դա ինչ-որ պահի դրությամբ եղել է միակ ճանապարհը մեր երկրի տարածքը։ Հիմա այս զարգացումների, այս իրավիճակի պայմաններում ինչ ասեմ, լավ է, վատ է, լավ է։ Մենք չենք ուզում պատերազմակամարտություն մեր տարածաշրջանում, մենք ուզում ենք առևտուր լինի, տնտեսական աճ լինի։ Եվ այդ ամենը շատ ակնհայտ է, որ այս աշխարհում մենք ապրում ենք ուժի հետ, ուժը իրականություն է, ուժեղ տերությունները իրականություն, մենք պատժամիջոցների տակ ենք տնտեսական ինչի համար, նոր ճանապարհները բաց չեն, բայց պիտի բաց լինեին, ինչու, որովհետև մասամբ դա ամերիկյան պատժամիջոցների պատճառով է, եւ այս իրավիճակը գրում է Ամերիկայի ազդեցությունը, եւ ես հուսամ, որ ազդեցությունը դրական կլինի, ոչ թե բացասական, որովհետև եթե մենք ուզում ենք մնայուն տևական խաղաղություն, այն պետք է փոխադարձ լինի։ Դա պետք է բոլոր ժողովուրդները շահեն, դա չպետք է միայն մի կողմը շահի, իսկ մյուս կողմը չշահի։ Հետևաբար, եթե իմ երկրի շահերից եմ խոսում, ապա կա շատ կարևոր ասելու բան։ Ես մի նախադասություն կարդամ, թե ժամանակ ունեմ շատ կարճ։ Մեր քաղաքականությունն այս տարածաշրջանում քաղաքականությունն է, որը հիմնված է բարեկամության եւ խաղաղության վրա բոլոր երկրների միջև։ Իհարկե, ի նկատի ունեմ հաշվի ենք առնում բոլորի շահերը քաղաքականություն մշակելիս։ Սա ենթադրում է նաեւ համադրում տարածաշրջանում զուտ այս տեսանկյունից Իրանը բավականին մեծ շեշտ է դնում 3-3-ի ձևաչափին։ Իսկն 3 տարածաշրջանային երկիր, 3 արտատարածաշրջանային։ Ռուսաստան, Թուրքիա, Իրան։ Եվ համապատասխանաբար երկրները պետք է հաշվի առնեն այլ հարևանների շահերը, կարիքները։ Սա նախադրյալ է հարատև մնայուն խաղաղության համար։ Եվ եթե տարածաշրջանի երկրները իրենց իրական շահերը հետապնդում են հիմք ընդունելով փոխըմբռնումը, ապա հակամարտությունը գնալով միայն կթուլանա։ Այն սնուցում է պահանջում, խնամք։ Ես ընդամենը մեկ բան ընդգծեմ, վերջին նախադասությամբ, այո։
կարիք կա քաղաքական եւ կրթական դիսկուրսը խոսույթը փոխելու, մասնավորապես տարածաշրջանում եւ մասնավորապես հայերի եւ ադրբեջանցիների միջև, այսինքն թշնամանքի խոսույթից եւ դուժողի զոհի խոսույթից քաղաքական ելույթներում տեղափոխվել հարևանության խոսույթի կենտրոնանալով ապագա